Ամեն, նորից բարի օր եւ բոլորիդ բարի գալուստ։ Այս ամենակարևոր քրիստոնյաներից մեզնից յուրաքանչյուրի համար հարության տոնը բոլոր տոներից ամենակարևորն է։ Եվ ինչու այսօր միասին փորձելու ենք հասկանալ։ Որովհետեւ եթե Հիսուսը հարություն չէր առել, եթե նրա խոսքերը, որ ես իմ կյանքը կդնեմ հոժարակամ եւ երրորդ օրը հարություն կառնեմ, ճշմարիտ չէր լինելու, ուրեմն ամեն ինչ որ նա ասել էր, վստահելի չէր։ Եվ այսօր եթե այստեղ ես շատ կասկածներով ու հարցերով, ուզում եմ ասեմ, որ ճիշտ տեղ ես եկել։ Որովհետև մեզնից յուրաքանչյուրը, որ այսօր հավատում է, որ 2000 տարի առաջ եղածը ճշմարտություն է, մեկ օր կասկածներ է ունեցել, այնպես ինչպես հավանաբար դու ունես կասկածներ։ Եվ ուզում եմ ասեմ, որ նորմալ է, եթե կան կասկածներ, որովհետև հարուցյալ Հիսուսը ինքը իզորու է եւ հետաքրքրված է մեզնից յուրաքանչյուրի մեջ եղած կասկածները փարատել։ Եթե այստեղ ես արդեն վստահ սրտով, որ Հիսուսը հարություն է առել եւ եկել ես տոնելու, նորից ճիշտ տեղ ես եկել, որովհետեւ այսօր հավաքվել ենք տոնելու մեր համար կատարված ամենակարևոր գործը, որ ոչ մեկը չէր կարող անել մեր փոխարեն։ Ժամանակին ես էլ քո նման, եթե կասկած ունես, ինձ բավարար չէր ծնված լինել քրիստոնեական ընտանիքում։ Ծնվել մի ընտանիքում, որտեղ բոլորը հավատում են, ինձ դեռևս հերիք չէր, որ իմ մեջ կասկած չլիներ, որ այնինչ իմ ծնողներն են հավատում կամ ասում կամ այն պատմությունները, որ ես փոքրուց լսել եմ, ճշմարիտ է թե չէ, ինձ բավարար չէր այդ ընտանիքը։ Եվ 16 տարեկանում ինձ պետք էր հանդիպում Հիսուսի հետ, որը տեղի ունեցավ։ Եվ այդ օրվանից հետո ինձ այլևս պետք չէր, որ որևէ մեկը ասեր, որ Հիսուսը հարություն է առել ու կենդանի է, որովհետև ես Հիսուսին անձամբ էի զգացել, Հիսուսից անձամբ լսել էի խոսքեր իմ ամբողջ կյանքի համար։ Բայց այդ մեկ անգամյա իրողությունն անգամ հերիք չէր, որովհետև 24 տարեկանում ես նորից կարիք պիտի ունենայի ոչ թե մեռած Հիսուսի, այլ կենդանի Հիսուս Քրիստոսի, որ պիտի կանգներ իմ կողքին, իմ մութ սենյակի մեջ, երբ որ կյանքիս ամենասխալ որոշումն էի անում ամուսնության վերաբերյալ, ու հայերեն ասած պոզերս տնկած գնում էի սխալ ուղղությամբ, ինձ ոչ մեկը չէր կարող կանգնացնել։ Եթե չգար հարուցյալ Հիսուսը իմ սենյակ ու չխոսար այնքան պարզ ու այնքան հստակ, ինչպես ոչ մի խորհրդատու, ոչ մի թերապիստ ու ոչ մի քանսելոր չէր կարող խոսել ու համոզել ինձ 2 վայրկյանում ու փոխել իմ ամբողջ կյանքը, որ այսօր ամուսնանայի այս ճկնաղ աղջկա հետ եւ միասին ծառայենք ձեզ։ Եվ իմ աղոթքն է, որ այսօր եւ սրանից հետո, եթե կյանքիդ մեջ դեռևս անորոշ ու խավար տեղեր կան, այդ նույն Հիսուսը հայտնվի քեզ, որովհետև նա խոստացել է, որտեղ 2 կամ 3 հոգի հավաքվեն իմ անունով, ես ներկա եմ լինելու։ Եվ այսօր դու ճիշտ տեղում ես։ Ինչու է հարությունը վստահելի փաստ։ Ինչ հիմք ունենք մենք հավատալու, որ այն ինչ որ կա քրիստոնյաների շուրթերին, սրտի մեջ, մտքի մեջ եւ նրանց պատմությունների մեջ ճիշտ են եւ հորինված չեն։ Իրականում ամեն ինչ համոզելու համար ինչքան էլ փաստեր բերենք, պետք է մի բան փոխվի մարդու սրտում, որ հավատա, բայց բավական փաստեր կան համոզիչ, որ մեզ կարող են օգնել հավատալ, որ իրապես այն ինչ որ գրված է Հիսուսի խաչելության, հարության ու հոր աջ կողմը նստելու մասին, ոչ թե մարդկային հորինվածք է, այլ իրողություն։ Առաջի փաստը, եւ մի քանի փաստեր պիտի նայենք միասին։ Առաջի փաստը հարության մասին գրված է բոլոր 4 ավետարաններում։ Գրված է առաջի Կորինթացիս 15-ում, Հայտնության գրքում, եւ այս գրվածքները գրվել են բուն դեպքերից մոտարապես 2, մաքսիմում 3 տասնամյակի ընթացքում։ Եվ այն ժամանակ, հին ժամանակներում պատմությունները մարդկանց փոխանցվում էին ռեալ վկաների շուրթերից, մարդիկ, որ ականատես էին եղել, տեսել էին, պատմում էին եւ դա գրանցվում էր։ Եվ այն ամենը, ինչ որ գրվել է ավետարաններում, գրվել է առաջի Կորինթացիսում ու Հայտնությունում, մոտարապես 20-30 տարվա ընթացքում գրել են մարդիկ կամ պատմել են մարդիկ, ովքեր անձամբ տեսել են։ Դրա համար երկրորդ համոզիչ փաստը նա է, որ մենք ունենք ըստ գրածների, մենք ունենք ականատես վկաներ, այսինքն 4 ավետարանիչները Պողոս առաքյալը երբ որ գրել են, չեն գրել, գիտեք, եթե ուշադրություն դարձնեք, ավետարանի մեջ շատ պատմություններ Հիսուսի ծննդյան մասին,
մանուկների կոտորելու ժամանակ, խաչելության ժամանակ գրված չէ լինում է չի լինում, կամ գրված չէ մեկ օր մի գեղեցիկ արևային օր, գրված է այսինչ թագավորի թագավորության, այսինչ քահանայի ծառայության, այսինքն դրանք այն ժամանակվա համար փաստարկներ էին, որ եթե հետ գնաս ու պատմության մեջ ուսումնասիրես, թե արդյոք այդ թվականին այդ թագավորն է եղել, այդ քահանայապետն է եղել, կամ այս կրոնական առաջնորդն է եղել, կգտնես, որ այո, դրանք են եղել։ Դրա համար այդքան շատ պատմություններ կան ու անուններ կան Սուրբ գրքի մեջ, որպեսզի կասկածամիտները փորեն, հետաքրքրվեն, հասնեն պատմական այդ կերպարներին ու հասկանան, որ այդ ժամանակներում եղել է այս դեպքերը։ Հարյուրավոր մարդիկ վկայել են, որ տեսել են հարություն առած Հիսուսին, այդ թվում էր նաև անհավատ Թովմասը, որ Հիսուսի հետ էր 3 տարի, բայց հետո մահը տեսնելուց հետո ասում էր, մինչև անձամբ չտեսնեմ, մինչև իմ ձեռքս չտանեմ, նրա վերքերին հպվեմ ու կողին ձեռք տամ, չեմ հավատա, հանկարծ Թովմասը դառնում է վկա նրա հարության ու հայտարարում է, որ այո, Հիսուսը հարություն է առել։ Թերևս ամենառադիկալ փոփոխությունը տեղի է ունենում մի մարդու կյանքում, որ իր կյանքի միսիան համարում էր ոչնչացնել, արմատախիլ անել այս աղանդը, որոնք հավատում են, որ Հիսուսը հարություն է առել, ու այդ մարդու անունը Սողոս էր, որ մեկ օր պիտի հանդիպեր ոչ թե մեռած, այլ կենդանի Քրիստոսին, ընկներ իր ձիուց եւ ասեր իմ Տեր եւ իմ Աստված ու փոխվեր ու դառնար Պողոս առաքյալ։ Ու ամեն տեղ, որ նա գնար, պիտի ասեր, որ այն Հիսուսը, որին ես չէի հավատում, այն Հիսուսը, որի հետևորդներին ուզում էի սպանել ու բանտ դնել, այն Հիսուսը, որի անունը լսել չէի ուզում, հանկարծ հայտնվեց ինձ ու ասեց Պողոս, քո մոր փորից ես ընտրել եմ քեզ իմ նպատակների համար։ Եվ դրանից բացի առաջի Կորինթացիս 15-րդ գլուխ 5-8 խոսքերի մեջ ասում է, առաքյալը պատմում է իր փոխվելը, հետո ասում է, եւ թե երևաց Կեփասին, որ Պետրոսն էր, հետո այն 12-ին, հետո երևաց 500-ից ավելի եղբայրների մի անգամ, այսինքն մեկտեղ հավաքված էին 500 մարդ, ու Հիսուսը հայտնվում է նրանց մեջ։ Եվ նորից սա գրվում է այդ դեպքերից մոտավորապես 15-ից 30 տարվա ընթացքում եւ տեսեք ինչ է ասում է նրանցից շատերը մինչեւ հիմա կան։ Այսինքն Պողոսն ասում է, եթե չեք հավատում, գնացեք այդ մարդկանց, այդ 500-ին, այդ 12-ին, 11-ին, 7-ին, որոնց առանձին Հիսուսը հայտնվել էր ու հարցրեք։ Ու նրանք կասեն, որ մեկ օր տեսան նրա խաչված մարմինը, բայց երրորդ օրը հանկարծ տեսան նրան նորից Երուսաղեմի փողոցներում, տնից տուն, սրտից սուրտ, խոսակցությունից խոսակցություն։ Մինչև հիմա այդ մարդիկ կան, բայց մի քանիսը ննջեցին եւ հետո երևաց Հակոբին, հետո բոլոր առաքյալներին, ամենից հետո Պողոս առաքյալը իր մասին ասում է, որպես թե մի վիժվածքի ինձ էլ երևաց։ Ուրեմն ականատեսները ժամանակին ապրող մարդիկ կարևոր համոզիչ փաստարկներից մեկն են։ Երրորդ բանը, որ մեզ վկայում է, որ Հիսուսը հարություն է առել, դա դատարկ գերեզմանն է։ Գերեզմանը հայտնի վայր էր։ Այն ժամանակ ամեն մարդ չէր կարող afford անել, ամեն մարդ չէր կարող իրեն ֆինանսապես թույլ տար ժայռափոր գերեզման ունենալ։ Ժայռափոր գերեզման ունեին հարուստ մարդիկ, որոնք քաղաքում համբավ ունեին։ Եվ սովորաբար այդ մարդկանց գերեզմանները այսօրվա այն տների պես են, որ մեքենաներն անցնում են, ասում են, գիտես, նա ում տունն է։ Այն ժամանակ մարդիկ ասում են, սա Սիմեոնի Գերդաստանի գերեզմանն է, որովհետև նա գնել էր թանկ գնով։ Այսինքն դա մի վայր էր, որ բոլոր անցնելիս գիտեին, որ այդ գերեզմանը այդ Գերդաստանինն է, եւ տեղը գիտեին։ Եվ հետո հարությունից հետո մարդիկ գալիս էին ու ինքը գերեզմանատերն ասում էր, ես իմ գերեզմանը տվեցի։ Իմիջայլոց ամեն անգամ, երբ որ դու Աստծուն մի բան ես տալիս, Սիմեոնը, Հովսեփը, երբ որ տալիս էր, չգիտեր, որ 3 օրով ուղակի վարձակալությամբ տալիս է։ Նա սրտանց տվել էր, որ այլևս հետ չգա, բայց Հիսուսին ընդամենը 3 օր էր պետք։ Բաներ կան, որ Տերը մեզնից ուզում է կարճ ժամանակի համար մի ափսոսա։ Դատարկ գերեզմանը հայտնի տեղ էր, որտեղ ամեն մեկը կարող էր գալ եւ տեսնել։ Չորրորդ բանը ապացույցը փոխված աշակերտներն էին։ 12 աշակերտների մասին գրված է, որ նրանք բոլորն էլ վախեցան ու ցրվեցին, բոլորն էլ հեռացան, իսկ Պետրոսն անգամ երդվեց, որ ես չեմ ճանաչում նրան։
Բայց այս վախեցած աշակերտները հանկարծ դարձան համարձակ քարոզիչներ, պատրաստ մեռնելու իրենց հավատամքի համար ու գնալու մինչև աշխարհի ծայրերը, ինչն էր ստիպե նրանց։ Այդ զարմանալի փաստը, որ աշխարհում չի եղել եւ չի կարող լինել մեկը, որին այդքան դաժանաբար ծեծեն դնեն գերեզման, իրենց աչքի առաջ խաչեն առու անգամ եղած, բայց երրորդ օրը հարություն առնի։ Եվ ոչ միայն դա, որովհետև պատմության մեջ անգամ Հիսուսի ծառայության մեջ կային մարդիկ, որոնց Հիսուսը բժշկում էր, բայց այդ մարդիկ հետո էլի մեռնում էին։ Ծերության պատճառով, ուրիշ հիվանդության պատճառով, բայց Հիսուսը միակն է, որ հարություն առավ եւ կենթանի է հավիտյանս հավիտենից։ Եվ դա է նշանը, որ նա միակն է, որ հաղթել է մահին։ 5-րդ բանը, անիմաստ էր կեղծել։ Գիտեք, շատ մարդիկ մեր շրջապատներում կեղծում են թղթեր, անձնագիր, պատմություն, դիպլոմա, ռեզյումե, անուն, ամուսնություններ կեղծում են։ Ինչու՞, որովհետև կեղծիքի միջոցով նրանք ֆինանսական հարստություն են ձեռք բերում։ Կեղծիքի պատճառով նրանք տեղավորվում են լավ գործի։ Կեղծիքի պատճառով նրանց պատմությունը դառնում է ավելի քուլ պատմություն, որ ուրիշների մոտ պարծենան ու ասեն, գիտեք, մենք ով ենք։ Անկամ ֆիլմեր կան, չէ՞, մարդիկ, որ կրթություն չեն ունեցել, դարել են, չգիտեմ, մասնագետ, հետո 20-30 տարի հետո պարզվել է, որ այդ մարդը իսկի թուղթ չունի։ Կեղծել են, որովհետև այդ կեղծիքի պահին հարմար էր կեղծել։ Մտածիր մի պահ, որն էր աշակերտների օգուտը կեղծել այդ պատմությունը։ Արդյոք արժե կեղծել մի պատմություն, հորինել մի պատմություն, որի պատճառով պետք էր հալածվել, բանտարկվել, սպանվել, անարգանքի ենթարկվել, քաղաքից քաղաք հալածվել եւ վերջում նրանք ովքեր չգիտեն, Հիսուսի աշակերտներից 12-ից միայն մեկը իր մահով մահացավ։ Նրանց բոլորին սպանեցին։ Եվ դրանից հետո բազում հավատացյալներ պատրաստ էին սղոցվել, կենդանիների կաշվի մեջ անցկացնել իրենց օրերը, բանտարկվել, բայց չդադարել հռչակելուց, որ Հիսուսը հաղթել է մահվանը։ Որն էր իմաստը։ Կեղծել մի պատմություն, որից քեզ բարիք չկա։ Կեղծել մի պատմություն, որի վկան իբր թե լինելով հասարակության մեջ դու պիտի համարվեիր հետին ու վտանգավոր մարդ։ Մենք մեր սեփական պատմության տխուր էջերն ուզում ենք ջնջել, մենք չենք ուզում մարդիկ իմանան մեր ցածր տեղերի մասին, որ երբևէ անցել ենք։ Երբ որ մեկին պատմում ենք, մենք միշտ պատմում ենք մեր պատմության լավ կողմը։ Ինչու պիտի աշակերտները կեղծեին։ Make sense, չէ՞, ճիշտ եմ ասում։ 6-րդ պատճառը, որ հավաստիացնում է կամ համոզում է, որ հարությունը իրական փաստ էր, եկեղեցու աներևակայելի արագ աճն էր։ 12 աշակերտներ, 72 հոգի, հետո 120 հոգի հավաքված են Վերնատուն, բայց մի քանի տասնամյակ հետո ամբողջ Երուսաղեմը, հենց այնտեղ, որտեղ տեղի են ունեցել դեպքերը, մարդիկ մեկը մյուսի հետևից, ընտանիքներ ու գենդաստաններ հանկարծ դառնում են քրիստոնյա, վտանգելով իրենց կյանքը։ Քրիստոնեությունը Երուսաղեմից անցնում է Սամարիա, Սամարիայից Հրեաստան, Հրեաստանից մինչև երկրի ծայրերը, հեթանոսները, ազգերն ու ժողովուրդները, եւ այսօր միլիոնավոր մարդիկ հավատում են, որ Հիսուսը կենթանի է, որովհետև նույն Հիսուսը հանդիպել է հազարավոր ու միլիոնավոր մարդկանց եւ ասել է. ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ 7-րդ պատճառը, եթե այսքան բերած 6 պատճառը բավարար չէր, մենք տեսել ենք դատարկ գերեզմանը։ 2 շաբաթ առաջ մտանք, ման եկանք, նայեցինք, չափեցինք, լսեցինք, հասկացանք, որ նա այստեղ չէ, նա հարություն է առել։ Ես էլ կարող եմ համարվել ականատես այն փաստի, որ գերեզմանը դատարկ էր։ Համոզվենք, համոզվեցինք, հուսով եմ համոզվեցինք։ Ասենք Հիսուսը հարություն է առել, ինչ օգուտ մեզ։ Սովորաբար, երբ որ մի մարդու հզոր պատմություն ենք լսում, ասում ենք, «Wow, էրնակ քեզ», կամ ասում ենք, «Good for you»։ Չէ՞։ Երբ որ մեկը մի հերոսական բան է անում, մի ձեռքբերում, մի նվաճում, մի բան, որ զարմանալի է ու քչերն են անում, նայում ենք իրեն ու ասում ենք, «Good job, well done», հալալա քեզ։ Բայց մեզ ինչ։ Ինչ կապ ունի Հիսուսի հարությունը իմ եւ քո հետ։ Նա իր կողքինի տասա Հիսուսի հարությունը կապ ունի իմ ու քո հետ։
Հիսուսի հարությունը մեզ երաշխավորում է մի քանի կարևոր բան։ Առաջի բանը, որ մեզ համար երաշխավորված է, դա սա է, որ ամենավախենալու թշնամին, ամենամեծ թշնամին, որին ոչ մի բժիշկ, ոչ մի գիտնական, ոչ մի ուժեղ մարդ, ոչ մի հնարամիտ ու ոչ էլ հավատացյալ չի կարողացել հաղթել, դա մահն է։ Մահի առջև անզոր են բոլորը։ Մահը գալիս է շուտ, մահը գալիս է ուշ, մահը գալիս է երբ ուզում է, ու երբ որ նա գալիս է, շատ քչերն են, որ կարող են իրենց ֆինանսական կարողությամբ, իրենց առողջ ապրելակերպով, իրենց դայետներով հաղթել մահին։ Հիսուսի հարությունը երաշխավորում է, որ մահը պարտված է։ Այն ինչ որ որևէ մեկը չէր կարող որևէ կերպ անել, մեր փրկիչն ու Տերը հաղթեց մահին, մեղքին ու դժոխքին։ Հայտնության մեջ նա ասում է տես, եւ այսօր քեզ ասում եմ տես, հայտնության 1-ի մեջ, երբ որ Հիսուսը հայտնվում է, նա չի հայտնվում միայն որպես բարի հովիվ, նա չի հայտնվում որպես վարդապետ, ուսուցիչ, աշակերտ կամ որևէ լավ մարդ, նա հայտնվում է ու ասում է Հովհաննեսին տես, ես մեռա ու հարություն առա եւ կենթանի եմ հավիտյանս հավիտենից եւ ունեմ դժոխքի եւ մահվան բանալիները։ Հռոմեացիս 6-րդ գլուխ 9-րդ խոսքը ասում է, քանի որ մենք գիտենք, որ Քրիստոս հարություն առնելով մեռելներից այլևս չի մահանալու, մահն այլևս չունի նրա վրա իշխանություն։ Մենք գիտենք, որ այդ մեկ անգամ եղած մահը մեր փոխարեն էր, մեր մեղքերի համար։ Մենք պիտի մեռնեինք, բայց նա մեռավ, որ մենք ապրենք, ու այսօր նա կենդանի է, որ մենք նրա համար ապրենք։ Մենք գիտենք, որ Քրիստոսը հարություն առնելով մեռելներից այլևս չի մեռնելու։ Առաջի Կորինթացիս 15:55-ից 57-ը Պողոս առաքյալը պատմում է իր ճամփորդությունը, իր ընթացքը, Քրիստոսի կատարածը եւ հետո ամենագեղեցիկ հայտարարությունն է անում ու ասում է. «Ով մահ, ուր է քո խայթոցը, գերեզման, ուր է քո հաղթությունը, մահի խայթոցը մեղքն է»։ Այսինքն մահը գալիս է աշխարհ, որովհետև մեղքը եկավ։ Որովհետև խոսքն ասում է մեղքի վարձքը մահ է։ Այսինքն եթե որևէ մեկը մեղքի հետ խաղում է, մեղքը ուտում է, հետևանք որպես մահ պիտի գա իր կյանքի մեջ։ Գիտեք, հայտնի բան է, չէ՞, ասում են դու նա ես ինչ դու ուտում ես։ Երբ որ մենք մեղք ենք գործում, մեղքի հետևանքը մեր կյանքում մահն է։ Եվ դա ոչ միայն ֆիզիկական մահն է, այլ նաև հոգևոր, էմոցիոնալ, մեր ներաշխարհի, մեր իսկական կյանքի մահն է։ Եվ առաքյալն ասում է, ով մահ, ուր է քո խայթոցը։ Այսինքն մեղք ուր է քո զորությունը, ու գերեզման ուր է քո հաղթությունը, մահի խայթոցը մեղքն է, մեղքի զորությունը օրենքը։ Այսինքն օրենքն Աստված տվել էր, որպեսզի մենք հասկանանք, ինչքան անհնար է հասնել Աստծո չափանիշին։ Գիտեք, երբ որ Երուսաղեմում էինք, մեր առաջնորդը խմբի, մեր գայդը հրեա էր։ Եվ հազարավոր կանոններ ունեն հրեաները, որ այսօր էլ պահում են։ Եվ իրեն ասում եմ, Յուվալ էր անուն, ասում Յուվալ, նախկինում կար դեպքեր, երբ որ մարդը չէր պահում օրենքը, նրան քարերով սպանում էին։ Այսօր ինչ են անում։ Ասում հասկացել են, որ չկա մի մարդ, որ կարողանա օրենքը պահի։ We just try our best. Չկար մի մարդ մարդուց ծնվածների մեջ, բացի այն մեկից, որ եկավ աշխարհ կույսից, որ լինի անարատ, ժառանգած չլինի մեղքը, լինի մեր նման ու մեր մեջ, բայց առանց մեղքի։ Ու հետո խաչի վրա գամվեր այնպես, որ նրա վրա տեսք չլիներ նայելու, որովհետև իմ եւ քո կողքինի եւ քո ետևի նստած մարդու բոլոր ժամանակների կատարված մեղքն իր ամբողջ գարշությունով դրվեց նրա վրա։ Ու Եսայան տեսավ ու ասում է, նա տեսք չուներ, որ նայեինք ու ախորժեինք։ Մենք նրան համարեցինք մարդկանցից մերժված, չհասկանալով, որ մեր փոխարեն դա մենք պիտի լինեինք, բայց ինքը վերցրեց դա։ Բայց շնորհակալություն ասուն, որ հաղթություն տվեց մեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Այս շարունակությունը, երբ Պողոսն ասում է գերեզմանի զորությունը եւ մահվան խայթոցն այլևս ջարդված է, գաղտնիքը նրանում է, որ Աստված հաղթություն տվեց մեզ Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։
այսինքն նրա հարությունով։ Երկրորդ կարևոր բանը, ինչու հարությունը մեր կյանքի մեջ կարևոր է։ Պողոս առաքյալը իր բառերով այն անվանում է փառավոր հույս։ Գիտեք, ասում են այն մարդը, որ հույս չունի, մեռած մարդ է։ Ամենադժվարին իրավիճակների մեջ, եթե մեր սրտի մեջ դեռևս հույսի մի նշույլ կա, մենք դեռ պայքարելու ուժ ունենք։ Երբ որ հույս չկա, իմաստ չկա։ Չէ, ասում են հույս չտվեցին, նշանակում է դադարեք պայքարել։ Մեծագույն հույսը նա է, որ Հիսուսը ոչ միայն հաղթեց մահին, հարություն առավ, նստեց հոր աչքերում, նա մեզ խոստացավ, որ մեկ օր Քրիստոսով ննջացելները, այսինքն նրանք, ովքեր հավատան, Սուրբ Գիրքը նրան չի անվանում մահացածներ, ասում են ննջյալները, ննջածները, քնածները։ Առաջի Թեսաղոնիկեցիս 4-րդ գլուխ 14 համարի մեջ ասում է, քանի որ եթե հավատում ենք, որ Հիսուսը մահացավ եւ հարություն առավ, նույնպես Աստված նրանց էլ կբերի, այսինքն հետ կբերի կյանքի, ովքեր ննջել են Հիսուսի մեջ։ Կողոսացիս 3:4-ն ասում է, երբ Քրիստոս, որ մեր կյանքն է հայտնվի, ապա դուք էլ կհայտնվեք նրա փառքով։ Եվ սա մեծ ավետիս է, եւ սա մեծ հույս է։ Սա է մեռելների հարության հույսը, երբ որ մենք կորցնում ենք հարազատ մեկին, նախ մահից առաջ ամեն ջանք անում ենք, քահանա ենք կանչում, հովիվ ենք կանչում, որ գան աղոթեն այդ մարդկանց մեղքերը թողվի, որ ինչ, որ փրկվեն, այսինքն եթե մարդը մեռնի, փրկվի, չփրկվի, ինչ կապ ունի, խորքում մենք հավատում ենք, որ դեռ չի վերջացել ամեն բան։ Եվ մենք, որ հավատում ենք Քրիստոսի խաչի վրա կատարած ամբողջական գործին, երբ որ մենք մահանում ենք, մենք ժամանակավորապես ննջում ենք մինչև այն օրը, երբ որ Քրիստոսը կգա եւ Քրիստոսով ննջյալները հարություն կառնեն։ Եվ սա ամենաբարի ու ամենազորավոր լուրն է, որ մենք կարող ենք լսել։ Երրորդ փաստը, երրորդ կարևոր բանը, որ հարությունը մեր կյանքի հետ կապ ունի, դա այն պարգևն է, որ Տերը մեզ տվել, այսինքն երբ որ նա գա հարություն կառնենք, ոչ միայն դա, Աստված այնպես սիրեց աշխարհը։ Կարող ենք միասին ասել այդ համարը, որ իր միածին որդուն տվեց, որ ամեն ով որ հավատա, չկորսվի, այլ հավիտենական կյանք։ Առաջի Պետրոս 1:3-ն ասում է. Օրհնյալ է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածն ու Հայրը, որ մեծ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար։ Կենդանի հույսի համար, Հիսուս Քրիստոսի մեռելների հարություն առնելու միջոցով, եւ այս կենդանի հույսը նա է, որ իրեն հավատալով մենք հավիտենական կյանք ունենք։ Այսօր աշխարհում ամենաթանկ վաճառվող կոսմետիկաները, ամենաթանկ վաճառվող խնամքի պարագաները դրանք երիտասարդ պահող նյութերն են։ Ամենաթանկ վիրահատությունները կամ ամենապահանջված վիրահատությունները դրանք պլաստիկ վիրահատություններն են, որովհետև մենք բոլորս չենք ուզում ծերանալ։ Ես չեմ ուզում ծերանալ, ես չեմ սիրում ծերանալը։ Մենք բոլորս կռվում ենք ինչքան կարող ենք։ Մեկի մոտ լավ է ստացվում, մյուսի մոտ լավ չի ստացվում։ Բայց մեծ հույսը նա է, որ մեկ օր նա հայտնվելու է եւ մեր ապականվող, փչացող մարմինը հանկարծ փոխվելու է ու մեզ նա տալու է մարմին, որը ապականություն չի տեսնելու։ Եվ սա մեծ լուր է, սիրելիներ։ Հաջորդ կարևոր բանը, որ հարությունը մեզ տալիս է, նա է, որ եւ սա ինձ ամենաշատն է ուրախացրել։ Սա ինձ ամենաշատն է ոգևորել, երբ որ պատրաստում եմ այս պատգամին։ Եփեսացիս 1:19-ից 20 խոսքն ասում է, որքան գերազանց եւ մեծ է նրա զորությունը, ասա նրա զորությունը։ Այսինքն, երբ որ նա հարություն առավ, Աստծո զորությունը Հիսուսին մեռած տեղից կյանքի կոչեց եւ առաքյալն ասում է, տեսնում եք, պատկերացնում եք դա ինչ տեսակ ուժ է, ինչ մեծ զորություն է հավատացյալների համար, որով նա զորացնում է մեզ հավատացյալներիս համաձայն իր զորավոր ուժի ներգործության։ Եվ հետո որ ավելի հասկանալի լինի, ասում է նա այդ նույն զորությունը գործադրեց Քրիստոսին մեռելներից հարություն տալու ժամանակ եւ նրան նստեցրեց աջ կողմը։ Այն նույն զորությունը, որով Աստված Քրիստոսին մեռելներից հանեց, մեզ համար նա մատակարարում է այդ զորությունը այս կյանքի մեջ։
Նշանակում է ամեն մի իրավիճակ, ամեն մի դժվարություն կյանքում, որ մենք անցնում ենք ու մտածում ենք, որ I'm done, չեմ կարող ես իմ ուժով անել, առաքյալը մեզ հիշեցնում է, որ հարուցյալ զորությունը մեզ հասանելի է, որպեսզի անենք այն, ինչ մարդկորեն չեն կարող անել։ Լինի դա մեղքի դեմ պատերազմ, լինի դա հուսահատության դեմ պատերազմ, լինի դա խավարի դեմ պատերազմ, լինի դա վիրավորանքի ժամանակ, մենք միշտ պիտի հասկանանք, որ այն հոգին, որ Քրիստոսին մեռելներից հարություն է տվել, մեզ հետ է ու մեր մեջ է եւ այդ զորությունը հասանելի է մեզ։ Եվ օգնում է մեզ, որ մյուս անգամ դժվարությունով անցնելուց չասենք ես չեմ կարող, այլ հավատքով լցվենք ու ասենք ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Այսպիսով ինչ է հարությունը, հարությունը հիշեցնում է, որ երբ ընկնես, կարող ես նորից կանգնել, երբ մեղանչես, նրա հարությունը կլինի ներում քեզ, երբ հարձակման տակ ես, նրա հարության ուժը պաշտպանություն կլինի քեզ, երբ ուժասպառ ես, հարությունը քո ուժը կնորոգի։ Մենք այնքան արժեքավոր եղանք Հիսուսի համար, որ այսօր կարող ենք ասել արժե ապրել Հիսուսի համար։ Եթե նա մեզ, որ մեղքերի մեջ մեռած էինք, արժեք տվեց այնքան, որ մեզ համար մեռնի, միթե չարժե, որ մենք ասենք արժե իմ կյանքը Հիսուսի համար ապրել։ Եվ հասնում եմ իմ ամենասիրված մասին։ Գիտեք, երբ որ կարդում էի, եւ ասեմ ձեզ, այս թեման, հարության թեման ավետարանի առանցքային ամենակարևոր թեմաներից է եւ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր պատգամներ կարելի է գրել ու հազարավոր անկյունից կարող ես նայել այս մեծ իրողությանը։ Բայց ու ինչ եմ անում ես, ամեն անգամ Զատիկին, Սուրբ Ծննդյան այս մեծ իրողություններին ամբողջ ավետարանի մեջ ինչքան դեպքեր ու դիպվածներ կան դրա մասին կարդում եմ եւ այդ նույնն է անում եւ ինչ իմ ուշադրությանը գրավեց ու ինձ շատ դուր եկավ հուզվելու չափ նա էր, որ Հիսուսը իր հարություն առնելուց առաջ դեռ չէր եղել, ասում էր, որ շուտով ես մատնվելու եմ ավազակների ձեռքը եւ ինձ նախատելու են, ծեծելու են, դաժանաբար խաչն են հանելու, բայց ես հարություն եմ առնելու։ Եվ իհարկե աշակերտներն այնքան թմրած էին, չէին հասկանում ես ինչի մասին է խոսում։ Մատթեոս 26:32-ի մեջ ասում է, բայց երբ հարություն առնեմ, երբ ձեզնից առաջ կլինեմ Գալիլեայում, որ ձեզ հետ հանդիպեմ։ Հիսուսը իր ամբողջ այս հաղթարշավը չարեց, որ գահին նստի ու մենք էլ գանք ասենք, wow, we worship you։ Նա մեղքը հեռացրեց, մեղքի պատիժը վեր առավ իր վրա ու մեզ ազատեց մեղքերից, որպեսի մենք ազատված մեր մեղքերից համարձակություն ունենանք եւ իրավունք Աստծո սուրբ տեղը մտնելու, որովհետեւ ոչ մի մեղավոր չէր կարող սուրբ Աստծո առաջ գար, պիտի խփվեր։ Եվ Հիսուսը պատմում է, ասում է իր աշակերտներին, որ բան չմնաց, մի քանի օրից կսպանեն, ինձ կխաչեն, ես կգնամ, բայց կուլմինացիան, սիրելիներ, ամենակարևոր խոսքը այսօրվա նա է, որ հարություն առած Հիսուսը ոչ թե շտապում է հասնել հորգահին ու ստանալ մրցանակը, վարձքը, աթոռի աջ կոմը, այլ նա իր աշակերտներին ասում է, ձեզ եմ հանդիպելու, ձեզնից առաջ գնալու եմ։ Գիտեք, երբ որ մենք շատ կարևորում ենք մի բան, ուզում ենք բոլորից շուտ հասնենք տեղ։ Երբ որ մի իրողություն կա, չէ, երբ որ մի հատ միջոցառում կա, դու ուզում ես գնալ եւ առաջինը նստել, ամենաառաջի շարքում Հիսուսն ասում է, դա ես եմ անելու։ Ես կգամ, հետո դուք կգաք, որովհետեւ ես շատ եմ ուզում ձեզ հետ լինեմ։ Ու դա ասում էր նորից հաղորդության ժամանակ, վերջին ընթրիքին ասում էր փափագելով, փափագեցի, որ այս ընթրիքը ձեզ հետ ուտեմ։ Պատկերացնում եք, ընթրիքը կերան, մեծ խոսացին, որ մենք կյանք կտանք, դոշ կտանք, քեզ համար ու չենք մեռնի, գրված է բոլորը ուրացան ու թողեցին ու հեռացան։ Ոմանք չհավատացին, ոմանք կասկածեցին։ Էմավուսի ճանապարհին գրված է, երկու աշակերտները գրում են, Հիսուսը հանկարծ հայտնվում է, ձևացնում է այնպես, իբր թե ինքը Հիսուսը չէ։ Եվ ասեմ քեզ, Հիսուսը շատ ժամանակ գալիս է քո կողքը, դու չես էլ հասկանում, որ դա Հիսուսն է։ Ու ասում է, տղեկ, ես ինչի եք շփոթված։ Ոայ, ասում են, ես դու միակ մարդն ես, որ խաբար չես, ինչ ա եղել։ Ճիշտ այնպես, ինչպես մենք կարծում ենք, որ Հիսուսը հեչ խաբար չի, մեր հետ ինչ ա լինում։ Ասում են, այ, ախպեր ջան, դու ընդհանրապես խաբար չես, ես Երուսաղեմում ինչ ա եղնում։
Հիսուսն է միամիտ ասում է պատմի լսեմ։ Ինչ զարմանալի սիրտ։ Ինչ զարմանալի էություն, որ չեղածը եղածի պես տեսնողը դեռ պատրաստ է լսել քեզ։ Գիտեք, ես արագ մարդ եմ, ինձ մոտիկ եղողները գիտեն, ես լսող չեմ, որովհետև մարդը խոսում է, ես արդեն գիտեմ ինչ ասելու։ Ուզում եմ պատասխանը տամ։ Բայց նայեք Հիսուսին առանց շտապելու այս անհավատներին իր մասին են խոսում են, ասում են սենց եղավ, նենց եղավ, ու ամենացավալին ասում է, իսկ մենք կարծում էինք, թե նա պիտի լինի Իսրայելի փրկիչը։ Եվ դա ցույց է տալիս, թե ինչքան խորն էր նրանց անհավատությունը։ Մինչև հասնում են տուն, Հիսուսը ձևացնում է, իբր հեռու է գնում, նրանք էլ ասում են, այս ինչ լավ մարդ է, եռնակ մեր տուն գա, կգաս մեր տուն։ Ու Հիսուսն ասում է, կգամ, նստում են սեղանի շուրջ, հացը վերցնում է Հիսուսը, օրհնում է, տալիս է, ու նրանց աչքերը բացում է, հասկանում են, որ Տերն էր։ Տերը շատ կերպերով հայտնվում է մեզ, եւ իմ աղոթքն է, որ այսօր դու հայտնվես, բայց հիշի, որ նրա սրտի մեծ փափագը սա էր, երբ որ հարություն առնեմ ձեզնից առաջ գնալու եմ Գալիլեա, որտեղ տեսնելու եմ ձեզ։ Մատթեոս 28:10-ի մեջ ասում է, այն ժամանակ Հիսուսն ասեց նրանց՝ մի վախեցեք, կանանց է ասում։ Եկել են գերեզմանը դատարկ են տեսել, մտածում են ով գողացավ, ով տարավ, հայտնվում է Հիսուսն ասում է՝ մի վախեցեք, բայց գնացեք, ասեք իմ եղբայրներին։ Երեք երդվում էր, որ ինձ չի ճանաչում։ Մյուսը 30 արծաթ էր տվել։ Այն մյուսը իր վերջի շորն էլ թողել էր ու փախե, որ հանկարծ չբռնվի։ Բայց Հիսուսը դեռ ասում է իմ եղբայրներին, իմոնց։ Գնացեք, ասեք իմ եղբայրներին, որ գնան Գալիլեա, նրանք այնտեղ կտեսնեն ինձ։ Գիտեք, երբեմն, երբ որ մենք վատ իրավիճակներից դուրս ենք գալիս անձնական կոնֆլիկտների, շորենես թափ ենք տալու, ասում ենք դուք էլ երբեք իմ երեսը չեք տեսնի։ Շատ, there are a lot of relationships when we come out we say that's it, no more. Պատկերացնում եք Հիսուսի հետ հարաբերությունը իր աշակերտների հետ ինքն ամեն ինչ արել էր, նրանք ամեն ինչ հակառակն էին արել։ Բայց նա ասում է կգնանք Գալիլեա։ Պատկերացնում եք Հիսուսը կարող էր ասել դե եկեք նստեք ստեղ, եկեք նստեք հերթով դեմները դնեմ Պետրոսը գետինը պիտի մտներ, Թովմաս, մյուսը, բայց Հիսուսն ասում է չէ եղբայրներ, ես եկել եմ ձեզ հետ հանդիպելու։ Գնացեք եղբայրներից ասեք, որ գնան Գալիլեա, այնտեղ նրանք ինձ կհանդիպեն։ Մատթեոս 28:16-ը հետևյալ խոսքերն է ասում, այն ժամանակ 11 աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, որտեղ իրենց էր նշանակել Հիսուսը, երբ տեսան նրան, երկրպագեցին, գիտեք ինչն է զարմացնում, ասում է, բայց ոմանք կասկածեցին։ Այսօր այստեղ մարդիկ կան, որոնք եկել են երկրպագելու, բայց երևի մարդիկ էլ կան, որ դեռ մի քիչ կասկածում են, բայց Հիսուսը սիրում է քեզ։ Եվ հետո տեսնում ենք Հիսուսին, բոլորը փակ սենյակում են, վախենում են, Հիսուսը ներս է մտնում, առաջի բանը զարմացած նայում են, Հիսուսն ասում է խաղաղություն ձեզ։ Եվ ոչ մի հարց չի տալիս, այս ուր էիք, այս ինչ եղավ, ինչի արեցիք, ասում է let's continue the mission։ Գնացեք ամբողջ աշխարհը, որովհետև ես ձեզ ուղարկում եմ այն նույն զորությամբ, որ Հայրը ինձ ուղարկեց, դուք էլ գնացեք եւ ամեն ստեղծվածի պատմեք ու սովորեցրեք այն բաները, որ ես արեցի ու ասեք, որ ես հարություն առա եւ կենթանի եմ հավիտյանս հավիտենից։ Սիրելի եղբայրս, քույրս, լինես երկրպագու խմբի մեջ, թե լինես կասկածողների մեջ, այսօր Հիսուսը հրավիրում է քեզ նոր հաղորդակցության իր հետ։